Նախ ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ սիրելի հայրենակիցներ, հազարավոր եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ վերականգնվել են հենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու ջանքերով եւ այս տարիների ընթացքում աննախադեպ մի աշխատանք կատարվել այդ ուղղությամբ եւ եկեղեցին շատ կարեւոր դերակատարություն է ունեցել եւ այդ շինարարության մեջ եւ առհասարակ մեր կյանքում եւ այսօր մենք տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ջանք ու եռանդ չի խնայում թիրախավորելու եկեղեցին եւ այն բոլոր խոսակցությունները, որ այս տարիների ընթացքում կեղծ խոսում էին նրա մասին, որ Գեղարդը նվիրել են եւ այլը, կեղծ պնդումը ընդհանրապես ներկայացվել է, որ փշրանքներ է, դա փշրանքներից նվիրաբերվել է եւ այդ նվիրաբերումը եղել է փոխադարձության սկզբունքով եւ նույն պատրիարքը Haman Rusio շատ արժեքավոր ուրեմն իրենց պատկանող շատ արժեքավոր իկոնա հայերեն չգիտեմ տարբերակը որն է նվիրաբերել հայ առաքելական Սուրբ եկեղեցու այդ առումով ես ուզում եմ նաեւ ձեր բարձաբանումները լսել այսինքն ուրիշ կրոնական կազմակերպությունները կարող են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրաբերել որոշ արժեքավոր եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի կարող որոշ առումով ինչ ոչ թե ամբողջական այլ ես կարծում եմ դա սիմվոլիկ է բոլորս էլ հասկանում ենք որ դա ինչ է նշանակում այդ առումով ես ուզում եմ նախադեպը հասկանամ էլ աշխարհում կամի նման օրինակ որ կրոնական կազմակերպության այսինքն ցուցում տան, ասեն դու այս պիտի անես, այն չպիտի անես, այսինքն նման բան կա, դուք ուսումնասիրել եք աշխարհում նման պրակտիկա փորձ կա։ Ավարտեք, պարոն Դանիելյան։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, շատ բարձր եմ գնահատում ձեր ջանքը, ձեր քաղաքական համախոհներին աջակցելու նաև այստեղ եւ այսպես։ Ինչ վերաբերում է եկեղեցաշինությանը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած կառավարությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաշատը եկեղեցաշինության մեջ ներդրում արած կառավարությունն է իր որոշումներով եւ մենք այդ բյուջեները հաստատել ենք, դուք դեմ եք քվեարկել եւ մենք այդ եկեղեցաշինությանը նպաստել ենք, դուք դեմ եք եղել եւ նույնիսկ դրվագներ կան, որոնց մասին միգուցե արժե հետո առանձին խոսել։ Ինչ վերաբերում է կրոնական արժեքների, կրոնական գույքերի պաշտպանությանը, սա ոչ միայն աշխարհում նախադեպ կա, սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի քանի կոնվենցիաներով պետությունների պարտավորությունն է, որպեսզի կրոնական գույքերը, որոնք գտնվում են պետությունների տարածքներում, ավելի բարձր պաշտպանվածության համակարգ ունենան, մեխանիզմներ ունենան, քան մնացած նույնիսկ հուշարձանները, թեև բոլոր հուշարձաններն են ընդհանուր առմամբ ընկնում պաշտպանության տակ։ Ես արձագանք եմ։ Արձագանք։ Կներեք, ես ճիշտ լսեցի, որ դուք ասում եք, որ մենք դեմ ենք, որ եկեղեցիներ կառուցվեն կամ եկեղեցաշինությանը դեմ ենք, դա ամբողջությամբ սուտ պնդում է, եկեղեցի կառուցողները չեն կարող եկեղեցու կառուցմանը դեմ լինել եւ տենց անպատասխանատու հայտարարություններ խնդրում եմ չանեք եւ եթե դուք խոսում եք հոգևորականներից, որոնք որ հիմա գտնվում են անազատության մեջ, պատվելի սրբազանների մասին է ձեր խոսքը, ես ուզում եմ ձեր կողքը կանգնած հոգևորականների մասին ձեզ հիշեցնել, որը որ համարում էր այդ հոգևորական նախկին հոգևորականներից մեկը, որ ասում էր հրաշք է կատարվել, որ Վազգեն Սարգսյանին ազգային ժողովում գնդակահարել են։ Այ մեր ու ձեր տարբերությունը այդ է, հրաշք համարող հոգևորական, ասում է հրաշք է կատարվել, Վազգեն Սարգսյանին, Սուրբ Հոգին ասում է, բան արեց ասում է Վազգեն Սարգսյանին, ուրեմն գնդակահարեցին։ Այդ մարդկանց հետ եք դուք ճանապարհ գնում։ Իսկ մենք հպարտ ենք այն մարդկանց հետ, ում հետ ճանապարհ ենք գնացել եւ ես համոզված եմ, որ այդ մարդիկ շատ կարևոր դերակատարում ունենալու են մեր երկրի հոգևոր եւ մշակութային կյանքում։ Պարոն Դանիելյան, ես նկատի ունեմ, որ ամեն տարի կառավարությունը ավելի ու ավելի շատ գումար է հատկացնում եկեղեցաշինության, եկեղեցիների վերականգնման, ռեստավրացիայի ուղղությամբ, այդ թվում սեփականությամբ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցի կազմակերպությանը պատկանող եկեղեցիների, ոչ միայն պետական գույք հանդիսացող եկեղեցիների։ Եվ դուք ամեն տարի հետևողականորեն տարի առ տարի դեմ եք քվեարկում այդ բյուջեներին։ Մենք ավելացնում ենք այդ տողը, դուք դեմ եք քվեարկում։ Հիմա ստացվեց, որ դեմ եք, թե ստացվեց, որ դեմ չեք։ Ինչպես նաև կուզենայի
հա, փայլուն տրամաբանություն, պարոն Դանիելյան, եթե դուք Իսկ կարող է մի կամած փշաքաղվեք, թողեք մարդը ավարտի։ Խնդրեմ։ Եվ չկա, չի եղել, այդ թվում է ժամանակ, երբ որ դուք կոալիցիոն գործընկեր եք եղել կառավարությունում, չեն եղել կառավարություններ, որոնք այնքան ներդրում արած լինեն այս ոլորտում, որքան քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած կառավարությունն է ներդրումներ արել, չնայած որ դրանի պատասխան տեսնում ենք ինչ արձագանքներ են ունենում, դրա հետ կապված գուցե առիթ լինի եզրափակիչ ելույթում խոսեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին։ Կներեք, հարակից զեկուցման համար կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ամբյոնի մոտ եմ հրավիրում գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանին։ Տիկին Ազարյանին հարցեր չեն լինի, որովհետեւ հարցերի ժամանակը սպառվել է։ Հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվել է Գլխադասային հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, առաջարկում եմ այստեղ եւս կողմ քվեարկել։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցման համար ամբյոնի մոտ եմ հրավիրում արտադրության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին, համեցեք։ Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, մենք ունենք մի օրենք, որ կոչվում է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենք, որտեղ մանրամասն կարգավորումներ են նախատեսված հուշարձանների պետական ցանկերում ընդգրկված հուշարձանների պահպանության, դրանց նկատմամբ վերահսկողության, դրանց արտաքին տեսքը պահպանելու եւ նմանատիպ կարգավորումներ, սակայն օրենքի տրամաբանությունը այնպիսին է, գործող օրենքի, որ խիստ վերահսկողական կարգավորումները նախատեսում է միայն այնպիսի օբյեկտների դեպքում, որոնք պետական սեփականություն են հանդիսանում եւ այն օբյեկտների դեպքում, որոնք մասնավոր սեփականություն են հանդիսանում, դրանց օրենքը դիտարկում է առավել մեղմ ռեժիմի, առավել մեղմ իրավական ռեժիմի կարգավորումների ներքո, բայց իրականությունը այնպիսին է, հարգարժան պատգամավորներ Տիկին Ղազարյանն ներկայացրեց, որ մենք այս ցուցակներում կամ մասնավոր սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի հուշարձաններում ունենք եւ կարող ենք ունենալ այնպիսի օբյեկտներ, որոնք մեր հանրային ազգային սեփականություն են հանդիսանում, այսինքն եկել են դարերից ի վեր եւ այժմ կարող են պատկանել մասնավոր սեփականության իրավունքով կրոնական կազմակերպություններին, բայց մեր ազգային մշակութային արժեքն են հանդիսանում, որը Սահմանադրության 15-րդ հոդվածի ուժով, որպես մշակութային ժառանգություն, մեր պետության հոգատության եւ պաշտպանության ներքո են գտնվում։ Եվ կառավարությունը նախագիծը հենց այս համատեքստում է դիտարկել, որպես շարունակություն գործող օրենքի կարգավորումների եւ ի կատարումը Սահմանադրության 15-րդ հոդվածի, որի շրջանակներում մեր մշակութային ժառանգությունը մեր պետության հոգատության եւ պաշտպանության ներքո պիտի լինեն։ Եվ այս համատեքստում էլ կարգավորումները այնպիսին են, որ որևէ արգելք իհարկե չի նախատեսվում անհրաժեշտության դեպքում այդ օբյեկտները օտարելու, հատուցմամբ կամ հանրադույց կերպով տրամադրելու ուղղությամբ, բայց սահմանվում են անհրաժեշտ պայմաններ, որի շրջանակներում կառավարությունը պետք է իր կարծիքը ներկայացնի, որպես գործադիր մարմին, արդյոք ինքը գտնում է, որ այդ օտարումը բխում է օրինակ հանրային շահերից կամ այդ գույքի օտարումը պետք է իրականացվի հանրօգուտ նպատակներով, որովհետև կրկնեմ, խոսք է գնում մշակութային ժառանգության մասին։ Եվ օգտվելով առիթից նաև պատասխանեմ Տիկին Կարապետյանի հարցին, այստեղ ըստ էության օրենքով մենք առաջարկել ենք, որ օրենքով սահմանվեն այն հնարավոր նվազագույն չափանիշները, որի շրջանակներում կառավարությունը կարող է այդ եզրակացությունը, դիրքորոշումը տրամադրել։ Հակառակ դեպքում մենք կարող ենք ուրեմն ունենալ օբյեկտիվ քննադատություն առ այն, որ ինչպես է այս կամ այն դեպքում կառավարությունը հայեցողական որոշում կայացնելու։ Այդ իսկ պատճառով հնարավորինս հստակ չափանիշներ են դրվել կառավարության կողմից նման համաձայնություն տրամադրելու համար, որոնք պրակտիկայում իհարկե յուրաքանչյուր գործով պետք է դրսևորվեն, Օրինակ, եթե լինի այնպիսի իրավիճակ, որ որևէ հուշարձան
կախված իհարկե իր պատմական կամ մշակութային արժեքից, որոշվի օրինակ անհատույց կերպով տրամադրել որևէ կրթական հաստատության կամ բարեգործական կազմակերպության այնտեղ կրթօջախ հիմնելու համար, օրինակ սա իհարկե այլ հանգամանքները հաշվի առնելով կարող է դիտվել հանրօգուտ նպատակ եւ այդ գույքի ըստ նպատակային նշանակության օգտագործում եւ չեմ կարծում օրինակ որ այս դեպքում կառավարությունը, եթե իհարկե այլ պայմաններ սահմանափակող չլինեն, կարողանա մերժել այդ համաձայնության տրամադրումը, ի հակադրումն այլ իրավիճակների, երբ որ նման գույքերը ուղղակի որոշվի նվիրել կամ վաճառել որևէ մասնավոր կազմակերպության ոչ հանրօգուտ նպատակներով այն օգտագործելու համար։ Ամփոփելով նշեմ, որ նախագիծը քննարկվել է մանրամասն հեղինակների հետ եւ կառավարությունն էլ հայտնել է, որ սկզբունքային դիտարկումներ եւ առաջարկություններ չունի այս նախագծի հետ կապված։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Սպառվել է ժամանակահատվածը։